Վիեննայում միջնորդների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ այլևս չի ձեռնարկելու, սակայն ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո այդ երկրին ձեռնտու էր զինադադարը, վստահ է Հոյդա բյուրոյի հայդատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Ադրբեջանը եթե շատ ունենալ պատերազմից հետ կանգնելու չէր վազի դեպի Մոսկվա, որպեսզի միջնորդի, որ զինադադար վերահաստատի։ Ադրբեջանը կարծում եմ այդ ռազմական գործողությունները սկսեց ակնկալելով, որ ինքը ինչ-որ հաջողությունների պիտի հասնի, չհասավ, դրա համար էլ առաջ կարավ։ Հիմա արդյոք սա կնշանակի, որ ինքնաբերաբար Ադրբեջանը ռազմական գործողություններ չի ձեռնարկելու, դժբախտաբար ոչ, որովհետև Ադրբեջանի առանձների շատ բաների մեջ որ անում է, տրամաբանություն չկա։ Եվ այդ ոչ տրամաբանական մոտեցումը էլի կարող են դրսևորել։ Դժվար որ իրենք կարողանան իրենք այնքան զսպել, որ նման կայլերի չկնան։